Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, հրավիրում եմ բոլոր ֆուտբոլասերներին ուրարտում մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում AFL Winter Cup-ի 3-րդ տուրի Liverpool Աչափնյակ Երևան հանդիպումը ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ։ Քիչ անց վայրկյաններ անց կմեկնարկի հանդիպումը, կլսվի մրցավար Մանուկ Մուրադյանի մեկնարկային սուլիչը։ Ամեն ինչ պատրաստ է բարեկամներ խաղի մեկնարկի համար։ Թիմերը խաղեն մոտեցել են բարձր տրամադրությամբ, մոտեցել են մարտական տրամադրվածությամբ եւ այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանեն եւ այսօրվա ֆուտբոլային երեկոն ավարտեն հաղթական տրամադրությամբ։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար։ Վայրկյաններ անց կմեկնարկի հանդիպումը։ Կարծում եմ հետաքրքիր եւ դիտարժան հանդիպան ականատես կլինենք բարեկամներ։ Շերտիկների վրա երևում է, չէ՞, ոնց որ թվերը։ Հանդիպումը մեկնարկում է բարեկամներ, Liverpool Երևան։ Այս պայն եկեք արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո կհետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Liverpool-ից համար 1 Գրիգոր Արաքելյան, համար 2 Վարդան Գրիգորյան։ Վտանգավոր դրություն է, չկարողացավ եզրափակել գրո։ Համար 5 Ժոզեֆ Շանելյան, համար 6 Գոր Մարտիրոսյան, համար 8 Մխիթար Համբարձունյան, համար 9 Անդրանիկ Պետրոսյան, համար 10 Ռոման Դավթյան, համար 14 Նարեկ Խանդամիրյան եւ համար 17 Ռաֆայել Մովսիսյան։ Երևան, համար 2 Արեն Վխկրյան, համար 6 Արտյոմ Ղազարյան, համար 7 Դավիթ Դավթյան, համար 10 11 Գևորգ Շլարյան, համար 15 Միշա Ղազարյան, համար 19 Արթուր Մեշչյան, համար 22 Արթուր Ասատրյան, համար 33 Լևոն Դավթյան վտանգավոր դրություն է։ Հրաշքով գնդակը չհայտնվեց Liverpool-ի դարպասում։ Համար 45 Սպարտակ Հարությունյան, համար 77 Սարգիս Շլարյան, համար 87 Հայկ Կարապետյան եւ համար 96 Տրթատ Ասրյան։ Liverpool-ն է գնդակով աչեզրով փորձում է զարգացնել իրենց գրոհը։ Խանցում առաջ, վտանգավոր կարող է ստացվել հարված։ Խանցում դեպի կենտրոն Դավթյան։ Շարունակում է Liverpool-ի գրոհը։ Չեն շտապում կարճ փոխանցումներով, միջին տարածության փոխանցումներով փորձում են շարժվել առաջ Դավթյան։ Դավթյան գնդակով հրաշալի հարված էր եւ քիչ մնաց գնդակը հայտնվեր Երևանի դարպասում։ Գեղեցիկ գրոհ կազմակերպեցին Liverpool-ի ֆուտբոլիստները։ Եվ հարված Երևանի դարպասից։ Փոխանցում առաջ։ Սուրում են գնդակի Երևանի ֆուտբոլիստները, բայց չեն կարողանում պահել իրանց մոտ։ Հիմա կրկին Liverpool-ն է գնդակով ետ փոխանցում։ Հա տեսեք ինչպիսի հրաշալի փոխանցումներով Liverpool-ի ֆուտբոլիստները շարժում են առաջ։ Շանելյան։ Հրաշալի փոխանցում էր կենտրոնով շարժում է առաջ։ Այո, սա Winter Cup-ի 3-րդ տուրն է։
Վտանգավոր գրող կարող է ստացվել և խապանում են գրողը Երևանի ֆուտբոլիստները այս թիմերը ընդգրկված են Winter Cup-ի B խմբում Լիվերպուլը երրորդ տեղում է վաստակած 6 միավորով և այսօր հաղթանակի դեպքում միանձնյա կգլխավորի B խմբի մրցաշարային աղյուսակը իսկ այ Երևանը վաստակած 3 միավորով մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում է տեսնենք ինչպիսի ընթացք ուներ հանդիպումը Խաղի 5-րդ րոպեն է հաշիվը բացված չէ 0-0 Երևանն է գնդակով և գնդակի կարում պետք էր ավելի շուտ կարծում եմ փոխանցում կատարել Հիմա արդեն հերթը Լիվերպուլին է գրոհելու կենտրոնով շարժում են առաջ Դավթյան փոխանցում Ձախեզը և եզրային նետում Այ հրաշալի կերպով են Լիվերպուլի ֆուտբոլիստները համագործակցում միմյանց հետ խաղադաշտում Ետ փոխանցում Ժոզեֆ Շանելյան Դավթյան փոխանցում Աչեզար Հարված և գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում Լիվերպուլի 10 համարը Ռոման Դավթյան 1-0 1-0 բարեկամներ հաշիվը բացված է խաղի 6-րդ րոպեին Լիվերպուլը կարողանում է առաջ անցնել հաշվի մեջ Հիմա արդեն Երևանի ֆուտբոլիստները կփորձեն շարժվել առաջ և ամեն ինչ կանեն հավասարեցնելու համար հաշիվը Շանելյան փոխանցում Բավականին լավ մարզավիճակում են Լիվերպուլի ֆուտբոլիստները Երևանը ևս լավ տպավորություն է թողնում Խնդրում Հատեսեք ինչպիսի վարպետորեն հանգիստ կարճ փոխանցումներով Լիվերպուլի ֆուտբոլիստները Փոխում են շարժվելով առաջ մտնել մրցակցի տուգանային հրապարակ կենտրոնով շարժում է առաջ վտանգավոր դրություն է և հաշիվը կրկնապատկվում է բարեկամներ 2-0 2-0 կարճ ժամանակ Լիվերպուլի հաջողվեց կրկնապատկել հաշիվը Բայց Երևանը չի հանձնվի, Երևանը կփորձի նետվել առաջ փրկելու խաղը Կրկին Լիվերպուլն է գնդակով Աչեզրով շարժում են առաջ տեղափոխվում է կենտրոն հրաշալի է խաղում Լիվերպուլի ֆուտբոլիստը Շանելյան Խլում են գնդակը Երևանի ֆուտբոլիստները Հարված և բարձր են տանում հարվածը Հրաշալի հնարավորություն ստացան կրճատելու համար հաշվի տարբերությունը Երևանի ֆուտբոլիստները, բայց հարվածը բարձր են տանում Սյան և փոխանցում
Հաղթում է Լիվերպուլը և գրավում է կրկին Լիվերպուլը, Դավթյան։ Մեր Երևանն է գնդակը, հրաշալի հնարավորությունն են ստանում շարժվելու առաջ, բայց կորցնում են գնդակը և Լիվերպուլի արագ հակագրոհը։ Դավթյանի փոխանցումը հրաշալի էր և ինչ է ցույց տալիս մրցավարը։ Մրցավարը անձամբ կգա և կդիտի դրվագի կրկնապատկերը։ Տեսնենք ինչ որոշում է կայացնում մրցավարը և 11 մետրանոց հարված։ Լիվերպուլը հրաշալի հնարավորություն է ստանում երրորդ գնդակն ուղարկելու Երևանի դարպասը։ 11 մետրանոց հարված և կարծես թե Ռոման Դավթյանն է պատրաստում իրացնել 11 մետրանոցը, տեսնենք։ Այո, Ռոման Դավթյան կարող է դուբլի հեղինակ դառնալ Դավթյանը։ Հարված և 3-0, դուբլ Ռոման Դավթյան։ Երեքսրո Լիվերպուլը հաշիվը դարձնում է, էլ ավելի տպավորիչ։ Հոլում է գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստը։ Խացում դեպի կենտրոն։ Դավթյան։ Անհաջող փոխանցում էր և հիմա Երևանի արագ հակագրոհը։ Խլում է գնդակը Լիվերպուլի խաղացողը։ Հարված և անկյունային։ Անկյունային իրացված է։ Հասնում է գնդակին Երևանի ֆուտբոլիստը։ Անհաջող փոխանցում է գնդակն ասում է Լիվերպուլին և աչեզրով փորձեն զարգացնել հերթական գրոհը, փոխանցում ձախ եզրային նետում։ Հաջող փոխանցում էր, այս վարկյան ներած գնդակի կորուստ Երևանի ֆուտբոլիստի կողմից։ Հարված շեղեր։ Այո, գոլառատ պայքարում է ասում առաջխաղակը, սակայն խփած 3 գոլերն է։ Լիվերպուլի հեղինակել են Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Երևանի մոտ ինչ-որ բան չի ստացվում այսօր։ Իհարկե պետք է նաև նշել Լիվերպուլի հրաշալի պաշտպանությունը, ովքեր չեն թողնում ֆուտբոլիստները մրցակցին մատնել իրենց մրցակ տուգանային հրապարակ։ Փոխանցում աչ եզր։ Դավթյան։
տեսեք ինչպիսի հրաշալի կերպով են համագործակցում։ Երկար փոխանցում առաջ, բայց փոխանցմանն այնտեղ ոչ ոք չէր սպասում։ Եվ հարված Երևանի դարպասից Լիվերպուլի ֆուտբոլիստը շատ են դիմում այսօր պրեսինգ մարտավարության օգնությանը և կարճ ժամանակում կարողանում են հաճախակի խլել գնդակը մրցակցից։ Գնդակի կորուստ պարզ իրավիճակում վտանգավոր դրություն կարող է ստացվել, բայց Լիվերպուլի ֆուտբոլիստները չեզոքացնում են սպառնալիքը։ Հարվածում է դարպասին։ Դարպասապատիրեց գնդակին և այն անմիջապես ուղարկեց առաջ։ Չեն շտապում Լիվերպուլի խաղացողները, ինչը իհարկե հասկանալի է, քանի որ հաղթում են 3-0 հաշվով։ Տասնութերորդ րոպեն է հանդիպման, 3-0 Լիվերպուլը հաղթում է։ Հիմա Երևանի գրոհը ձախողում են ֆուտբոլիստները։ Վտանգավոր դրություն կարող է ստացվել։ Փոխանցում։ Հարված և գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից անկյունային։ Խաղարկում են անկյունայինը Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Այդ փոխանցում Բրալյան։ Խլում են գնդակի Երևանի ֆուտբոլիստները և հիմա կձեռնարկեն իրենց գիտական հակագրոհը, բայց կրկին գնդակի կորուստ։ Հասավ գնդակի Շանելյանը։ Գնդակի կորուստ փորձը շրջանցել մրցակցին, բայց փորձեց գնդակը, հիմա Երևանն է գնդակով, փոխանցում Ձախիազար։ Հարված հեռացնում է դարպասապահը և Լիվերպուլի ֆուտբոլիստը աջ եզրով սլանում է առաջ, փորձում է ձեռնարկել թիմի հերթական գրոհը, բայց սխալ փոխանցում էր։ Կրկին գնդակի կորուստ։ Ինչ-որ բան չի ստացվում Երևանի մոտ, վերջին վճռորոշ փոխանցումը անհաջող է ստացվում։ Դավթյան։ Գանային արվածի իրավունք է վաստակել
Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Կարողացավ ինչպես հարկն է ընդունել գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստը եւ Երևանն է գնդակով հարված թույլ էր դարպասապա շատ հանգիստ վերցնում է գնդակը եւ այն միանգամից ուղարկում է առաջ Կրկին Երևանն է գնդակով հապս է տալիս Փոխանցում չեն կարողանում, այո, մտնել Արցախցի Տուգանային հրապարակ, երկար փոխանցում առաջ եւ քիչ էր մնում գնդակը։ Հայտնվեր Լիվերպուլի դարպասում։ Դարպասապա փորձեց վերցնել գնդակը, բաց թողեց ձեռքից եւ Երևանի ֆուտբոլիստը չկարողացավ արդյունավետ օգտագործել մրցակցի դարպասապայի սխալը։ Սաներեքերոտ րոպեն է հանդիպման 3-0 Լիվերպուլ Երևան Դավթյան ստանում է գնդակը ձախ եզրում եւ հաստատում է եզրային նետման իրավունք Դավթյան Այլուն փոխանցումներ Լիվերպուլի ֆուտբոլիստների կատարմամբ Փոխանցում հակում է փոխանցման ճանապարհը Երևանի ֆուտբոլիստը Փոխանցել է պետք սակայն կորցրեց գնդակը Եվ կրկին գնդակով Լիվերպուլի ֆուտբոլիստն է Ցավը ցույց է տալիս որ չկա խաղի կանոնների խախտում փոխանցում առաջ Տեսնենք ինչպես կզարգացնի Երևանը իր այս գրոհը Հարված շեղեր Հարված Լիվերպուլի դարպասից Լիվերպուլն է գնդակով բարեկամներ Քիչ ժամանակ առաջի Խարկեսի ավարտին հարված Բավականին վտանգավոր գրոհ ստացվեց Հաչեզը շարժվեն առաջում է Երևանի ֆուտբոլիստները Եվ հարված դարպասից
Վերջ բարեկամներ, առաջին խաղակեսը ավարտվում է, առաջին կեսից հետո Լիվերպուլը հաղթում է 3-0 հաշվով, այս պայն կարճատև դադարվորից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում ԱՖԵԼ-ի Winter Cup-ի 3-րդ տուրի Լիվերպուլ Երևան հանդիպումը, արդեն սկսվել է երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո Լիվերպուլը հաղթում է 3-0 հաշվով, քիչ թե շատ հետաքրքիր պայքարում անցավ առաջին խաղակեսը, անցավ Լիվերպուլի բացահայտ առավելությամբ, տեսնենք ինչ զարգացում կստանա երկրորդ կեսը, կրկին Լիվերպուլն է գնդակով, երկրորդ տուրից հետո Լիվերպուլը զբաղեցնում է B խմբի մրցաշարի նաղուսակի 3-րդ հորիզոնականը եւ այսօր հաղթանակի դեպքում միազնյակ գլխավորի մրցաշարային աղյուսակ, իսկ այ Երևանը վաստակած 3 միավորով զբաղեցնում է B խմբի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը, վտանգավոր դրություն է եւ հաշիվը դառնում է 4-0։ Լիվերպուլի կազմում 4-րդ գնդակը խփում է Մխիթար Համբարձումյանը։ Այո, 4-0 հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում Լիվերպուլին հաջողվում է 4-րդ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը եւ հաշիվը դառնում է ջախջախիչ։ Հայլուն մարզավիճակում են տվում Լիվերպուլի ֆուտբոլիստները, Չյան Մարցումյան փորձում է շրջանցել մրցակցին։ Հարվածում է կոնֆոսին, բայց հարվածը շեղեր փոփոխություն Լիվերպուլի կազմում Լիվերպուլն է գնդակով կենտրոնով կփորձեն ձեռնարկել հերթական գրոհ ետ փոխանցում դեպի դարպասապահը։ Մարցումյան փոխանցում կատարել դուգանային հրապարակում խաղընկերը հարմար դիրքում սպասում է փոխանցման հասնում է գնդակին Շանելյան Արտյան փոխանցում հարված եւ բարձր են տանում հարվածը Երևանի դարպասապահը Խանցում է կատարում առաջ Արտյան ստանում է գնդակը փոխանցում կենտրոն հրաշալի փոխանցում էր վտանգավոր գրոհ կարող է ստացվել Խապս է տալիս հեռացնում են գնդակը Երևանի ֆուտբոլիստները բայց այն կրկին հայտնվում է Լիվերպուլի մոտ
Հրաշալի, փոխանցում են արված և հաշիվը դառնում է 5-0 Լիվերպուլի 5-րդ գնդակը խփում է Գոր Մարտիրոսյանը Կրկին Լիվերպուլն է գնդակով Հարված մի փոքր շեղությամբ հարվածը գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից փորձեց անակնկալի բերել դարպասապային Երևանի ֆուտբոլիստը բայց հարվածը շեղ էր Հիմա Լիվերպուլի արագ հակագրոհը փոխանցում վտանգավոր դրություն է Չեզոքացնում է սպառնալիքը Երևանի ֆուտբոլիստները փոխանցում առաջ Գանդաղեց փոքր Երևանի ֆուտբոլիստը հարված եւ հրաշալի է խաղում Լիվերպուլի դարպասապահը Եվ անկյունային հարված Հարվածում է դարպասին, հարվածը բարձր է ընթանում Խաղի 33-րդ րոպեն է Լիվերպուլը հաղթում է 5-0 հաշվով Խորում են գնդակը Երևանի ֆուտբոլիստները Խոցում առաջ և եզրային նետում Փոխանցում, հարված Բարձր է ընթանում կրկին, բարձր է ընթանում հարվածը Չի ստացվում, ոչինչ չի ստացվում այսօր Երևանի ֆուտբոլիստների մոտ Կրկին Լիվերպուլն է գնդակով Գոր Մարտիրոսյան Միլյան Հոխի Ունես գիտո, բրտո Ուզե Մարտիրոսյանը ստանում է գնդակը Երկար փոխանցում դեպի Ձախեզեր, հրաշալի փոխանցում է Դե անկյունային Խարկում են անկյունայինը Լիվերպուլի ֆուտբոլիստները Դավթյան Փորձեց շրջանցել, բայց փորձեց գնդակը
Լիվերպուլի ֆուտբոլիստը, իսկ հիմա կանատես կլինենք Երևանի Արաք հակագրոհին, բայց գնդակի կորուստ Wat is de? Long. փոխանցում առաջ անհաջող փոխանցում էր եւ հարված Երևանի դարպասից հարված թույլ էր շատ հանգիստ վերցրեց գնդակը Լիվերպուլի հապահը հարվածում է դարպասին, օտանգավոր հարված էր Երևանը գնդակով հարված դարպասի շեղեր Կետրոնով շարժում են առաջ փոխանցում Աչեզան Մարտիրոսյան փոխանցում հարված հրաշալի է խաղում Երևանի դարպասապահ գրոհ շարունակվում է խառը իրավիճակ է Երևանի տուգանային հրապարակում Դավթյան խապս է տալիս հարված թույլ չեն տալիս հարվածել Ռոման Դավթյանին Տանգավոր դրություն էր, ինչպիսի խուտ ճապ է Երևանի տուգանային հրապարակում Հարված, փակում են հարվածի ճանապարհը ևս մեկ հարված Երևանն է գնդակով և կրկին եզրային նետում Հարված Լիվերպուլի դարպասից խապս է տալիս Ձախիզով սլանում է առաջ Լիվերպուլի ֆուտբոլիստը Արաք հակագրոհ Երևանի ֆուտբոլիստների կողմից տեսնենք խապս է տալիս բայց չի կարողանում պահել իր մոտ գնդակը
Ինչ այս դրվագը խախտել էին կանոնները Երևանի ֆուտբոլիստի հետ պայքարում եւ վտանգավոր դիրքում ստանում են տուգանային հարվածի իրավունք, տեսնենք ինչպես կիրացնել այս տուգանայինը։ Հարված է բավականին բարձր մտածավ հարվածը։ Լիվերպուլն է գնդակով փորձում է զարգացնել իր հերթական գրահոյի հետ փոխանցում։ Ամելյան։ Եվ խաղի կանոնների խախտում։ Յան Դավթյան Չստացավ փոխացով, բայց գրո շարունակվում է Հրաշալի են խաղարկում գնդակը Լիվերպուլի խաղացողները Բայց փորձում են իհարկե չեզոքացնել սպառնալիքը, բայց Լիվերպուլը խլում է գնդակը եւ վարքյաններ անց գնդակի կորուստ Տանգավոր դրություն կարող է ստացվել, խաբս է տալիս Հարված Եվ աշիվը դառնում է 6-0 Հրաշալի խաղաց Լիվերպուլի ֆուտբոլիստը Ռաֆայել Մովսիսյանը աշիվը դարձնում է Էլ ավելի խոշոր 6-0 7 րոպե խաղի ավարտին Հրաշալի խաղաց Ռաֆայել Մովսիսյանը Սուրյան փոխանցում առաջ, բայց անհաջող է փոխանցումը Եվ եզրից Երևանի ֆուտբոլիստը գնդակը կմստի խաղի մեջ Խաղի կանոնների խախտում այո, ամեն ինչ ակնհայտ էր Այո, առանց շտապելու Լիվերպուլի ֆուտբոլիստները փորձում են զարգացնել իրենց հերթական գրոհը Հրաշալի փոխանցում էր Տեսնենք ինչպես կընթանա այս գրոհը
Երևանի գրոհը խլում են գնդակը Լիվերպուլի խաղացողը համ հրաշալի արձակում են այսօր, համ հրաշալի պաշտպանվում ամեն ինչ կատարյալ են անում այսօր Լիվերպուլի ֆուտբոլիստները Օսիսյանը խլում է գնդակը Այլ Օսիսյան Հոխանցում Հրացված է գնդակը Դավթյան Հատասակ Իշպիսի հեշտությամբ են խլում գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստները Հոխանցում արված և աշիվը դառնում է 7-0 Խիդար Ամբարձումյանը հաշիվը դարձնում է 7-0 Լիվերպուլը փայլու խաղ անցկացնելով ջախջախում է Երևանին խփում են այնքան ինչքան ցանկանում են Թանկավոր դրություն է Գալի հարվածել հարված Պակում են հարվածի ճանապարհը Աղի մեջ հա, ես զամենակ հա Հաշել է խաղում Լիվերպուլի ֆուտբոլիստը, բայց անհաջող փոխանցում էր Փոխանցում, տիրում է գնդակին դարպասապահ Քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին 7-0 Հրաշալի փոխանցում էր Չկարողացավ եզրափակել Լիվերպուլի ֆուտբոլիստը եւ արագ հակագրող կենտրոնով շարժում է առաջ հարված շեղեր Եվ վերջ բարեկամներ հանդիպումը ավարտվում է Լիվերպուլը հրաշալի ֆուտբոլ ցույց տալով կարողանում է 7-0 հաշվով հաղթել Երևանին Շնորհավորում եմ Լիվերպուլի ֆուտբոլիստերին հրաշալի հաղթանակի կապակցությամբ Եվ այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը այն ձեզ համար մեկնաբանել Շավարժ Հարությունյանը միշտ օր հանդիպում